Արուսյակ Վարդանյանը նկարում է մանկուց, ստեղծագործական ճանապարհին շատ դժվարություններ է հաղթահարել, առաջինը հոգեբանական, ասել են չի կարող նկարել, տաղանդ չունի, որոշել է հակառակն ապացուցել նախ ինքն իրեն, հետո մյուսներին։ Հիշողության զարթուցիչ խորագրով անհատական ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի վերջին 15 տարվա աշխատանքները։ Մի ենթագիտակցական բան ինձ դրդում էր դեպի արվեստը, դեպի նկարչությունը, ու ինքս էլ չէի հասկանում դա ինչ առեղծվածային ու ներքին ուժ էր, որ երեխային ստիպում էր չհասկանալով գնալ դեպի արվեստը։ Ու իմ մոտ դա միջև վերջ մնաց անսասան, մնաց վճռական ու հաղթեց։ Ցուցահանդեսի առանցքում ազգային հիշողության գաղափարն է։ Հեղինակն օգտագործել է հայկական մշակույթին բնորոշ խորհրդանիշներ եւ զարդանախշեր, փորձելով արվեստի միջոցով վերարժևորել ազգային ինքնությունը։ Նրա համոզմամբ ժամանակի ընթացքում փոխվել է նաեւ ստեղծագործելու իր նպատակը։ Եթե սկզբում կարինքն հաստատվելու ցանկություն, ապա այսօր առաջնայինը մշակույթին եւ հայրենիքին ծառայելն է։ Ես հիմա ինքս ինձ հետ եմ պայքարում, եթե հաղթում եմ, ելի ինքս ինձ եմ հաղթում, ուրիշ ոչ մեկին, որովհետեւ մեծամտություն չլինի, որ ասեմ ոչ մեկին ոչինչ չունենք ապացուցելու, բայց իրականում այդ գիտակցությամբ ապրելը ավելի վատ է ու ավելի սխալ, քան այն գիտակցությամբ, որ մենք պետք է պայքարենք միշտ մեր նախկին եսին հաղթելու համար ու լինենք ավելի լավը, մի քայլով առաջ գնանք մեր նախկին եսից։ Նկարչուհին յուրաքանչյուր ստեղծագործություն համարում է ներշնչանքի արդյունք եւ վստահ է, գաղափարը պետք է կյանքի կոչել հենց ծնվելու պահին։ Վերին ուժերը իմ դեպքում միշտ կան։ Ուղղակի երբեմն ես այնքան ծանրաբեռնված եմ լինում, որ ես իրենց ուղղակի չեմ ընդունում ու իրենք ինձնից երբեմն նեղանում են, որովհետև իրենք սիրում են, որ իրենց լավ ես դիմավորում, իրենց մի ինչ-որ ստեղծագործության մեջ կիրառում ես, տեղին են արժանանում, բայց երբ որ իրենց չես ընդունում, իրենք նեղանում են։ Ցուցահանդեսում ներկայացված է 29 աշխատանք, որոնք հեղինակի խոսքով ամբողջական պատկերացում են տալիս իր ստեղծագործական մտածողության եւ գեղարվեստական ձեռագրի մասին, իսկ հաջորդ ցուցահանդեսը խոստանում է չի ուշանա։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։